Ընդդիմությունը ինչ է կարծում, պետք է խորհրդարան անցնի։ Այնուամենայնիվ ընդդիմություն պետք է որ լինի խորհրդարանում, առանց ընդդիմության չի կարող լինել, այլապես մեծամասնություն են կազմում մյուս ուժերը ու կարող են ապագայում ընդունել այնպիսի օրենքներ, որոնք շատ խնդրահարույց լինեն հանրության համար, իհարկե։ Բայց ընդդիմության հիմնական գերնպատակը իշխանափոխության հասնելն է։ Դա ինչպես է հնարավոր մանդատները վերցնելով, չվերցնելով, ճգնաժամ առաջացնելով, փողոցային պայքարով, ինչպես է հնարավոր։ Շատ դժվար հարց է, ոչ մեկ չգիտի ինչպես է հնարավոր իրականում, որովհետև նույն հաջողությամբ ցանկացած իշխանություն փորձում է ամեն գնով պահել իր իշխանությունը անկախ նրանից ընդունված է հանրության կողմից թե չէ, դժվար է այդ հարցին պատասխանել, չգիտեմ, երևի կգա ինչ-որ պահը, ընդդիմությունն էլ պիտի արժանի ընդդիմություն դառնա, որ գա այդ պահը, երևի դա է, այդտեղ էլ է թաքնված։ Իսկ ընտրությունների նախնական արդյունքից գոհ եք դուք։ ԿՊ-ն առաջատար է։ Չէ, գոհ չեմ, իրականում գոհ չեմ, որովհետև ամեն ինչում ճնշող մեծամասնություն են, եթե նրանք եկան իշխանության ասելով, որ պետք է փոխեն այդ կոստյումը, որը ընդունված էր այլ անձի համար, բայց ոչինչ չարեցին եւ շարունակում են մեծամասնություն կազմել ամեն ինչում ու միայն իրենց ասածը տանել առաջ, իհարկե ոչ։ ԿՊ-ի հետ ձեր ապագան ինչպես եք հետագա 5 կյանքը, հա, Հայաստանի ձեր ինչպես եք տեսնում։ ԿՊ-ի հետ չեմ տեսնում իմ ապագան ճիշտ ասած։ Հայաստանի ապագան ինձ թվում է այլևս մենակ Հայաստանից եւ Հայաստանի իշխանություններից կախված չեն։ Ինձ թվում է շատ այլ ուժերից են կախված։ Որ ուժերից կոնկրետ։ Չգիտեմ, շատ գլոբալ։ Գլոբալ։